Բարև ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է։ Այսօրվա թեման 7 տարածված սխալ կապված բերանի խոռոչի հիգիենայի հետ։ Սխալ առաջին՝ ատամները լվանալ օրվա մեջ միայն մեկ անգամ։ Շատերը լվանում են ատամները միայն առավոտյան, մոռանալով երեկոյան լվանալու կարևորության մասին։ Առավոտյան լվանալը, ինչ խոսք, շատ լավ է, բայց ոչ բավարար։ Սովորաբար առավոտյան բերանի խոռոչի հիգիենան կատարելուց հետո առավելագույնը մի քանի ժամ անց նորից կատարվում է սննդի ընդունում։ Մինչդեռ քնելուց առաջ բերանի խոռոչի հիգիենան հնարավորություն է տալիս այն պահել մաքուր վիճակում ամբողջ գիշերվա ընթացքում, այսպիսով խոչընդոտելով պաթոգեն մարեների զարգացումը։ Խորհուրդ առաջին՝ ատամները լվանալ օրական առնվազն 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Սխալ երկրորդ՝ ատամնաթելի չօգտագործում։ Ատամի խոզանակը չի կարող լիարժեք մաքրել միջատամնային տարածությունները։ Վերջինումս կուտակվում են սննդի մնացորդներ, բակտերիաներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում կարիեսի զարգացման համար։ Ի դեպ, սա հանդիսանում է կարիեսի զարգացման հիմնական և տարածված պատճառներից մեկը։ Խորհուրդ երկրորդ՝ ատամները լվանալիս օգտագործել ատամնաթել միջատամնային մակերեսները մաքրելու համար։ Սխալ երրորդ՝ ատամները ուժեղ և սխալ շարժումներով լվանալը։ Ուժեղ ճնշումը և հորիզոնական շարժումները կարող են վնասել էմալը և գրգռել լնդերը։ Սննդի սիրելի տեղակայման և կուտակման վայրերից մեկը ատամի վզիկներն են, որտեղից դրանց հեռացնելու առավել արդյունավետ տարբերակը վերին ծնոտի ատամների համար վերևից ներքև ուղղությամբ շարժումներն են, իսկ ստորին ծնոտի ատամների համար ներքևից վերև ուղղությամբ ավլող շարժումներն են։ Այսպիսով խորհուրդ համար 3. Ատամները լվանալիս խոզանակը դնել ատամնալնդային անցման սահմանին և կատարել մեղմ, ուղղահայաց ուղղությամբ կարճ շարժումներ։ Սխալ չորրորդ՝ նույն խոզանակը օգտագործել 3 ամսից ավել։ Խոզանակի մազիկները երկար օգտագործելիս մաշվում են և չեն մաքրում արդյունավետ։ Բացի այդ, մաշված խոզանակը կարող է վնասել լնդերը։ Ցանկալի չէ երկար օգտագործել ատամի խոզանակը, քանի որ դրա վրա շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում մարեների աճի և բազմացման համար։ Այսպիսով, խորհուրդ համար 4. Փոխել ատամի խոզանակը 2-3 ամիսը մեկ կամ ավելի շուտ, եթե մաշված է։ Ատամները ամեն անգամ լվանալուց հետո լվանալ նաև ատամի խոզանակը, այլապես դրա վրա բակտերիաներ կկուտակվեն։ Սխալ 5. Մոռանալ լեզվի լվանալը։ Բերանի խոռոչի հիգիենայի անբաժան մասն է կազմում լեզվի լվացումը, քանի որ այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծվում մարեների զարգացման համար, և այն կարող է պատճառ լինել բերանի խոռոչից վատ հոտի առկայության։ Այսպիսով, խորհուրդ համար 5. Ատամները լվանալիս լվանալ նաև լեզուն։ Սխալ 6. Ստոմատոլոգի չայցելելը։ Մտածելակերպը, որ բժշկի պետք է այցելել միայն ցավի առկայության կամ որևէ գանգատի դեպքում, արդեն հնացած է, քանզի ավելի հեշտ և արդյունավետ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել, ինչպես ասում են, լավագույն բուժումը կանխարգելումն է։ Ինչքան էլ փորձենք լավ և մանրակրկիտ լվանալ ատամները, եթե արդեն իսկ առկա են ատամնաքարեր, ապա այն կարող է հեռացնել միայն բժիշկը համապատասխան գործիքի օգնությամբ։ Այսպիսով, խորհուրդ համար 6. Տարին 1 կամ 2 անգամ պրոֆիլակտիկ այցելել բժիշկ-ստոմատոլոգի։ Սխալ 7. Ատամի մածուկի ոչ ճիշտ ընտրություն։ Ընդհանուր առմամբ, ատամի մածուկները ըստ ազդեցության կարելի է բաժանել 3 մեծ խմբի՝ պրոֆիլակտիկ, բուժիչ և սպիտակեցնող, որոնք միմյանցից տարբերվում են կազմությամբ։ Խորհուրդ է տրվում օգտագործել տարբեր ազդեցությամբ ատամնամածուկներ հերթափոխելով։ Այսինքն, եթե օրինակ այս ամիս գնել ենք սպիտակեցնող ազդեցությամբ մածուկ, որը պարունակում է պերօքսիդազային հիմքեր, ապա մյուս ամիս կամ այս մածուկի վերջանալուն պես խորհուրդ է տրվում գնել ֆտոր պարունակող մածուկ, որը կունենա հակակարիեսային ազդեցություն։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենան առողջ և գեղեցիկ ատամներ ունենալու գրավականն է։
Չզլանանք առավոտյան և երեկոյան 3 րոպե տրամադրելու բերանի խոռոչի հիգիենային։ Առողջ եղեք։